Շանթ հեռուստաընկերությունը և HD Production-ը ներկայացնում են։ Դիմավորեք, Հովհաննես Դավթյան։ Բարի երեկո, շատ սիրելի իմ հանդիսատես, սիրելի հեռուստադիտողներ և հետևորդներ։ Սա HD Stand-up նախագիծն է HD Production-ի YouTube-յան ալիքում և Շանթ հեռուստաընկերության եթերում։ Բարով եք եկել սիրելիներ։ Ուրախ եմ տեսնել ձեզ, ձեր գեղեցիկ դեմքերը, պայծառ ժպիտները, ոնց եք սիրելի հանդիսատես, ոնց է տրամադրությունը, եկեք հասկանանք ծավալություններով։ Հրաշալի, ուրախ եմ, որ լավ եք, ակտիվ եք, սիրուն հագնվել, եկել եք, էլ կանանց միամսյակ արդեն մտել այրացից լիարժեք իրավունքների մեջ, ամեն ինչ ձեր մասին և ձեզ համար է, սիրելի կանայք, մենք ձեզ շատ սիրում ենք, սիրուն հագնվել եք, կոկիկ, տենց համեստ էլ ծափահարում են, տեսակ, ինչի, որովհետև նկարահանում է, չէ, այդ ենց է, նաև առիթներին, որ գնում են մեր շատ սիրելի կանայք, առաջ եթե այսենց կարող աղուտ է մարդ է, այսենց կարող աղուտ է, այսենց էլ ծիծաղ, հիմա էլի տենց, որովհետև բոլոր առիթներին, բոլորը նկարում են, տենց դարել, չէ, չնայած կանայք, տենց շատ չուժոյ առիթների չեն էլ գնում, չէ կանայք, դուք գիտեք ուր եք գնում, հատուկ, ինչ նպատակով, ինչքան ժամանակով, մեր նման թավակալի չեն, տղամարդիկ, որտեղ խմելու անուն ենք լսում, գնացին, տենց չէ, բոլորի առիթներին կարելի է գնալ տղամարդիկ, վերջապես եկեք խոսենք էլի այդ թեմայով, ովքեր են գնում իրենց կանանց բոլոր բարեկամների առիթին, մի հատ կարելի է իմանալ, հա, ձեր կյանքին էլ մերնեմ, բայց մի հատ հարց կարելի է, դրա կայֆը որն է, չէ, իհարկե ես դեմ չեմ, մոտ բարեկամներին պետք է հարգել, սիրել, բոլոր առիթներին ներկա լինել, պարտադիր է նույնիսկ, կամ շատ ցանկալի, բայց այն սաղ պապու, եզան, գեղի, են, ախոր, գրոր, տալի, բաջանավի, ես դեմքեր կա, ախպեր, վաղը գնում ենք, անենց ուրախ է ասում, ես սա ինչ-որ պաշտոն է ստացել այդեն, վաղը գնում ենք կնգաս, տվարնի հորողպոր, 68-ամյակին, անչես տենց ուրախ արա, դեպիլ է, կոնե 70 լեր, ինչ-որ ձև տեղավորվեինք ուրախությանդ մեջ, կալորամյակա, բոլորը, ես գիտեք ինչ, ես եղել եմ իհարկե այդ կարգավիճակում, ամուսնացած, եղել եմ տարբեր բարեկամների առիթների ու հասկացել եմ, որ մի քիչ ձանձրալի է անցնում, չէ, տենց հիմնականում տես մարդ չկա, որ լեզու գտնես հետները ինչ-որ բանից խոսած կամ շատ քիչ են, ասենք մի հատ դվայորոդնի հորողպոր տղա ունի, որ նես քիչ թե շատ խոսալու թեմա ալնում, են էլ հիմնականում չի գալի ինքը այդ առիթների Դե բարեկամների առիթն է իրակ, ուզի կգա, ուզի չի գա, կնգա բարեկամների առիթը չէ, որ ուզի պտի գա, շատ դժվար է լինում ու կինդ նկատել եմ, շատ փոխվում է այդտեղ, երբ որ իրա բարեկամների առիթին ես գնում ինչ-որ կյոնքս, էլի հասկացանք, որ կյոնքս, ինչի չես ուտում, անհանգիստ եմ, կերելի բան, չես կարում ասես, ախորժակս փագվում արակ, հերուտ անկապ կենասներից Ես բաները ասում ուտելըտ պախնում է որ, աղբեր լսիլ է, ես ու քու աները խլնկոտ վաղթերից իրար էտ խաչ ու պաչ շր, արա աղբեր ճան, հաց ենք կուտում մերը Հաց ենք կուտում, հոպլո Կինըտ էլ թե բա ինչի է ախորժակ չունես, չես լսում ինչ է խոսում է Բայց կապ չունի, ինքը դնում է մեկա, դնում ու դնում, շատ ու շատ իրա, դնում, բուրգ է սարքում ապսեիտ մեջ, արդեն թապվում է, հետ ինչ-որ ձերքը տա բրնում, սիրում է բան, գլուխ դնում է ուսիտ, ասում ես ինչ եղավ սրա։ Տանը սենչ չէր։ Հետո ես հասկանում, որ թադրոն է էդի, բեմադրություն, որ մարդիկ տեսնեն ասեն, ես ինչ սիրող զույքեր են,
Բացի էտել են մորքուրի բաժանված աղջիկը տենա ծխկվի, այդ է։ Հենց էակներ են, մեր շատ սիրելի կանայք, չէ, աղջիկները։ Հետո անցնում է մի քանի շաբաթ կամ մի ամիս, ենթադրենք, պայմանական եմ ասում, քո առիթներից մեկն ա գա, ասենք քերուտ աղջիկա ծնունդն է, ասում ես կյանք սկիրակի բան չպլանավորես, քերուս աղջիկա ծնունդն է, դե մտածում ես, ասելու հա իհարկե կյանք, բավոնց բան, դու իմ բոլոր առիթներին գալիս ես, բայց դա այնա ինչ մենք ուզում ենք լսել։ Իրականում ինչա տեղի ունենում, ասում է քերուտ աղջիկա։ Ասում ես հա, ասում է որ մեկի Անուշիկի թե չաղի։ Մեր քերուտ օջախ մտավ, նայ, ասում եմ չէ, երբ ոնց հարմար է։ Դու հասկանում ես այդ կոմբինացիան ինչի համար է ձեռնարկվում, ինքը ասում է տենց, որ դու ասես ինչ չաղ չես ամաչում, հանկարծ ասես չաղը դու ես ես եմ չաղ եղավ, դու ես կտեսես կուրական ազի կտել կգերաս մեր ագի չեմ գալով, դու ես պատմություն սարքի չգա, ու գիտես դրա համար արվում, ու չես ուզում այդ ամեն ինչը լինի, ասում ես չէ, կյանքս Անուշիկինն է, չաղինը համարն է, որովհետև եթե առանց կնոջդ գնաս, գիտես, որ ընդեղ է չաղն է դայաղլնելու, Միկին էլ նայա, գալու է այդ կնիկդ ինչի չեկավ, լայախ չարեց, Անուշիկի ծննդյան, ես ավելի լավ կնոջս նազերը տանեմ, բայց կինն էլ ինչ էակա, գիտենք, հենց հասկանում ա, որ սկսեցիր նազերը տանել արդեն իրա սրտով ես գնում, պտի գա ծնունդի գնաց, բա շորիկ չունեմ, բա կոշիկ չունեմ, բա սումը չկա, բա մեյքափը, բա մանիկյուր, բա պիդիկյուր, խոսքով ենքան փող եք ծախսում, Անուշիկի ծնունդին դադարք զերով եք գնում վերջ, նվերի փող չի մնում, ու ճանապարհին էլ մի ֆշշոցնում, մի թշշոցնում, ցուցադալի ադալժենյայի անուն, որ գալիս է Անուշիկի ծնունդին, ֆսսո, փշշշշու, արասում ես վայ օրս արեք, ես հասնելու ենք տեղ խայտարակը անելու, ինձ հասնում ենք տեղ, օ զարմանք, 360 աստիճան փոփոխություն, հենց դուրը բացում է, Ախիզնակով, ձեզ, ալվարդյուցավոցի, կարոտիլցիս, մաղչավը տանիմ, ալպիպցեծո բարիվցիս, երեխեքով, թորներով, Անուշիկով, չաղով, սաղին արա, չապ, չլպ, աստված ճան, ասում ես, ես ինքն արա գնում, նայում ես մի հատ կասկած անգնում սիրտը, ես կարողա փոխվեց տուն մտնելուց, ինչ-որ ֆոկուս տեղի ունեցավ, մի ճանչիկ յան, ուրախ զվարդ, ասում ես արա, ինչ լավ աբան, ծնունդը վերջանում է, 12-ը խփում, արդեն ծվրվում եք, արա դու սագալին արեց, ինչ-որ հեքյատ է, հանելու կա, կինոյա, մուրցիկա, 12-ը խփում է, դթում է դառնում էլի դեմքով, ու ամբողջ ճանապարհին հետ գնալու ինչ անում, սկսում է քննարկել այդ ծնունդը, նորից, որ բերի են կռվի աուրային, չէ՞, տենց է, լսի ինչ անճաշակ երաժշտություններ սիրտս խառնեց, յախ, բա էդ ինչ ռաբիս ձևավորում էր, բանթան, տենում ալ պատպիսատ չես լնում այդ կռվին, հա, կոպիտ ասած, ասում ա դու այդ խորովածից կերար, ձեն չես հանում, քշում ես դու ձեն չես հանում, թե խելացի ես, դու պտի ձեն չհանես, որովհետև ինքը բար չի ուզում, հետ տառ է ուզում, տառ, մի հատ ասես օրինակ ձ, ու հագցնի ձեի թեմայով, ձեով մինչև մյուս ձմեր քթից դու ձեն չես հան, ձեն չհանել, ձ մեծատառ, ձ փոքրատառ, ձայն չհանել, գնում ես, ասում այդ խորովածից կերար, ձայն չես հանում, ասում ես մի հատ կծեցի թքեցի, ոնց որ սատկած շան միսլներ, մեղվա, սատկած շան մսի համը դու որդեղից գիտես, մեկը հարցնի էլի, լավ ի վերջո ուզում եմ հասկանամ, ամուսնու բարեկամներին չսիրելը, ինչ որ չափ պետքա ունենա, թե չէ, թե անչափ հա դա, կան մարդիկ ովքեր ամուսնու բարեկամներին սիրում են, իսկապես անկեղծ սրտով, Արա դե իմ հանդիսատեսը լավն է, էլի միշտ ծեր ցավը տանը, իսկապես սիրում եք, հա, իսկ կա մարդիկ ովքեր հենց իմինո սկիսուրին են սիրում, աղջիկներ ջան, կան, այո, իսկ կան աղջիկներ,
Կանայք, ովքեր հարս ու սկիսուր իրար հետ են եկել այսօր ու դահլիճում նստած են, ծափարեք խնդրեմ։ Հենց դուք մենակ, հա? Էլ հարս սկիսուր չունենք։ Единственный экземпляр։ Կարելի է գալ մոտ ձեզ հետ շփվել։ Այո, խոսեք, շատ լավ։ Մի հատ միկրոֆոն տվեք։ Ընտիր, առաջի շարքը լտեսեք ուր են նստել։ Իսկ տուժյալը տեղում է, թե տանն եք թող։ Մեջ հասկացա։ Բարև ձեզ հարգարժաններ ջան։ Բարև ձեզ բոլոր իմ սիրելի անձատես։ Միշտ մեծ պատիվ ու մեծ հաճույք մոտիկից տեսնել ձեզ, շփվել ձեզ հետ։ Խնդրեմ բարձրախոսը, ձեզ կներկայանաք, բայց ցույց ենք տալուս, հա, չեք, հետո չասեք ջնջեք, հա։ Չէ, դուք չեք ասողը, սխալ մարդու եմ, հետո չասեք ջնջեք, հա, խնդրեմ։ Հա, դու քշողն ես, այդ ցավդ էլ տանեմ։ Ասում ես քշողն եմ, իրաց հետ շփվում։ Յանա տվե մարդը, գիտի ինչա կատարվում։ Ճիշտ տղամարդ։ Օ, դուք էլ եք ստեղ, բարև ձեզ, ինձ թվաց դուք այն մի երյակի հետ եք, 1000 ներողություն։ Ավակ տուժյալ, կրծեր տուժյալ, հա։ Խնդրեմ, ձեր անունը ինչ է։ Արփին է։ Իրանց հետ շփվենք, էլ ձեր անունը ինչ է։ Դավիթ ջան, շատ հաճելի է, ձերը հարգարժան։ Գեգամ ջան, Դավիթ ջան, շատ հաճելի էր, ձեզ հետ կհանդիպենք։ Ահա, անցնենք բուն թեմայի։ Ասեք ձեր անունը խնդրեմ։ Արփին է։ Արփին է, իսկ ձերը։ Աննա։ Տիկին Աննա ջան, ձեր հարսիկնա միակ թե էլի կա։ Միակ հարսիկ։ Միակ եւ անկրկնելի։ Սենց անեմ, որ հավասար։ Դուք բալիկներ ունեք։ Այո, 2 բալիկ։ 2 բալիկ, Աստված պահի ձեր բալիկներին եւ բոլորիս։ Այո։ Սիրում եք ձեր սկիսուրին։ Շատ։ Ճիշտ է ասում։ Այ ընտիր։ Բացառիկ երևույթ, հա, իրար կողք, հա, որ չսիրեն դուք մեջտեղն եք նստելու, որ չտան իրար, չէ։ Տիկին Աննա ջան, սիրում եք ձեր հարսիկին։ Շատ։ Ինքը իմ աղջիկն է։ Բայց այն սկիսուրներից եք, որ տղուցս շատ եմ սիրում հարսից, տենց անկեր։ Անկեր շատ եմ սիրում։ Տղայից էլ։ Հավասար։ Որտեղից են գտնում այս ստերը մարդ չի հասկանում։ Բայց ես հավատում եմ ձեզ եւ Աստված պահի ձեր հարաբերությունները եւ թող այսպես տարածվի եւ շարունակական լինի։ Բոլորի ընտանիքներում թող այսպես լինի։ Եկեք մի հատ ծափարենք այս հրաշք ընտանիքին եւ շնորհակալություն հայտնենք, որ այսքան լավն են իրենք։ Ապրեք դուք շատ։ Սիրելի հանդիսատես, մեծ պրեմիերա Երևանում։ Իմպրովիզ, ստենդափ մեր հարկի տակ։ Նոր ձևաչափ, նոր հասցե, նոր ասելիք եւ 90 րոպե անդադար ծիծաղ։ Ապրիլի 10-ին, 11-ին եւ 12-ին երեկոյան ժամը 8-ին սիրով կսպասենք ձեզ HD Arena-ում։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, բաց մի թողեք հնարավորությունը լինելու մեր առաջին հանդիսատես։ Իրոք հրաշալի եք դուք սիրելի կանայք, բոլորդ, ամեն մեկդ յուրովի, լավն եք, անտանելի լավն եք, ոնց ասեմ, անտանելի եք, բայց լավն եք ուզում եմ ասել, էլի, ու դուք ձեր իրար մեջ, ես հասկացել եմ, դուք իրար մեջ կանանցով, աղջիկներով լավ էլ լեզու եք գտնում, ձեր ցավը տանեմ, ձեր պրոբլեմը մեզ հետ է, ես հասկացել եմ, այ էլի օրինակ բերեմ, համոզվեք եւ վստահ եմ համամիտ կլինեք ինձ հետ։ Ենթադրենք տանը այն գժված պահերից է կնոջ, հա? Ջահել հարսա, մի քանի տարվա են կա, չէ՞։ Է որ ինչ ասում ես, ասում ես ինչ է, ասում ես, բայց ես կարող եկամ գնա, հա, ես եմ այս շվոր տարիներ առաջ այդքան ինչ է, տունը հանում է օթերի, ակերի վրա է արդեն ես խաղում դա այս վիճակում մեկ էլ դուրը զանգում են, իր անկերուհին է գալիս Միացես լուսապսակ կալցոյա գնում գլխի վերևը 20 վարկյան չի անցել, երթվում եմ նոր ինքը բարև կյանքս արդեն ներվերը հանգստացել է
Սա մաղձը թափել է մարդու վրա, ընկերուհուն ընդունել, որ Արիսինից կնա սուրճ խմենք, բաները հանգիստ դեմ, սրբի դեմքով նստում, սուրճ են խմում, որա նայում ես, ասում ես, նոր ասենք պապային ես իր տրակցնում, կայցում կաշել էր բանջում։ Հիմա նայում ես, դուս հավատը չի բան, ասում ես, ինչ են խոսում, էլի, լավ, ինչքան էլ իմ գործը չի պտի մոտենամ, մի հատ հասկանամ, ինչ են խոսում, ինչի մասին են խոսում, դր ձեն չկա, մոտենում ես տեսնում ես լուր սուրճ են խմում, որ ասում ես ոնց կարող է լուր սուրճ խմեն, մի բան պետք է շփվեն, մի քիչ էլ ես մոտենում ինչ որ բանի բանով, հա, պատրվակով, տեսնում ես լուր սուրճ չեն խմում, ցածրաձայն բամբասում են, տենց բամբասանքի ձև կա, տղամարդիկ, եթե չգիտեք, կանայք ունեն ցածրաձայն բամբասել, այն որ մենակ բաղաձայններն ա լսվում, դրա ռաբիս Եկել ենի մի հատ ձայնավոր չկա, նոր լեզու է, բաղաձայնների այբ ու բերն է ու աբսուրդ է ասա, գիտեք ումից են բամբասում երորդ ընկերուհուց, որ հեսա հասնում է ճանապարհին, իրանց մոտ է գալիս, գիտեք գալիս է ինչ անեն, երեքով սկսեն բամբասել չորրորդ ընկերուհուց, էլի տենց ցածրաձայն, դա էթիկա է, դա մենակ նրա համար չի, ես հասկացել եմ, որ չլսեն կողքից ինչ են խոսում, դա բամբասանքի ինչ որ հատուկ կանոնադրության կետ է, չէ, էթիկա է, օրինակ կարող ասենք խոսա ընկերու հետ, հա լույս ջան, հա ցավը տանեմ, լավ է մաման, երեխեքն են լավ, նորմալ փարկազը ձեր մոտ ոնց է, հա, հարցս ոնց պետք է լինի, սա ոչ պես կամուրտ անցնում է ձ-ծ-ց, բ-п-փ, գ-կ-ք, դ-տ-թ-ի, հասկանում եք, հետո էլի մամայի ճնշումը կարգավորվե, այդ թեման որ անցավ, նորից բարձրացնում ես նորից եմ ասում, դուք իրար հետ խնդիր չունեք, ինչքան էլ կինը կնոջ հետ վիճի, արագ իրար հասկանում են, մի հատ նայում են ինչ որ հայացքներ, հասկացա, հիմնականում խնդիրը տղամարդու հետ է, ու մի մտածեք, որ միայն ամուսնական զույգերի կամ ամուսիններ, ընկերուհի նշանած կին տղա, յուրաքանչյուր կին տղա, օրինակ տրանսպորտում, թեկուզ դուրսը փողոցում, ավտոբուսի մեջ, տեսել եք տղամարդու հետ կռվի, 1000-ից 1 կպատայի, հիմնականում էլի կինը վարորդի կանալին է հագնում, որ առևտուր արած բան քշտած ամար շոկ մինչև պետերը հանելայուր կենեն, որ հովելնի, բայց դես էլ չի գնում ամեն կանգարին, դե քշի էլի վայ, սասվացարիր թողիր տո, ամեն կանգարին կեշամ կայնմա, ոտովլները մի հասել ենք, Սես որ ալնի չեմ վճարելու, բոյկոտ եմ անեմ, թազա տերմինալ լսեմ, էդ 150 դրամը իսուրել ծնգծրի, թոբատ է ծնգծրել է, չել կաշել, սաղ ավտոբուսը լսել է, որ ասել է, անդաթար տղամարդու հետ դուք կռիվ ունեք, նույնիսկ եթե կռվի մեջ կին չկա, իմացեք կազմակերպիչների թվում է այդ կինը, Եթե տեսնում եք Բաքվում, օրինակ, երկու տղամարդ կռվում են, ամենայն հավանականությամբ մեկն ու մեկի կնիկը ֆիթը տվել։ Կամ երկուսինը միաժամանակ, ինչը ավելի հավանական է։ Օրինակ, եթե կինը գալիս է տուն եւ ուզում է կռվի, նա պիտի կռվի։ Սրանից խոսել ենք բազմիցս, երևի կհիշեք, տարբեր ներկայացումներում կանանց թեմայով։ Կինը, եթե կռվելու բզիկով գործից գալիս է, մի բան կգտնի, անհնար է չգտնի։ Նույնիսկ եթե գա, տեսնի տղամարդը ամեն ինչ ճիշտ արել, էլի ինքը մի բան կմոգոնի, ասեն գալիս է տեսնում, իա, ժամանակին եկել է տուն, ճաշահան է տաքացրել, լծրեկերը ամանը դրել է կրանթի տա, մեղա, նասկիները պատերի տակ շպրտած չի, ինքն էլ դիվանին վերընգած չի, լավ տականքի մեկը, դու հեսա կտենաս կոհալը, նևրոզը բրնում է, որովհետև չգիտի որդից պտի զացեպ կանի,
Գնում լուսամուտը բացում է, տեսնում է հարևան գոքորը ավտոն կանգնացրել է իրանց լուսամուտի տակ։ Ֆռում է մարդուն, ասում է, այս գոքորը ամեն օր ավտոն բերում, կանգնացնում է մեր լուս, այտենց շեշտելով էլ, գիտեք, չէ՞, ինչի համար է։ Շատ նորմալ բան կարա ասի, ես իմ անուշ Հայաստանին կարաս նենց ասես, որ ներվերը կծկվի, էլի։ Ես իմ անուշ Հայաստանի արևահան պարն եմ սիրեմ, ուրա էտի մորդ եմ էսա, բան, այտենց։ Բան չկա է, ասան չի տա պետք արա այդ պատուանի տակ։ Դու 5-րդ հարկ, ոչ ավտո ունես, ոչ բան, ինքն է գարաժ չունի, տղա яրա, եկե դեմը արե պատի։ Բերում մեր լուսամուտի տակ, ասում հա, ինչ։ Չես կարում մի օր ասես, էլ մի կանգնացա մեր լուսամուտի։ Կարում եմ, բայց ինչի համար, ոնց թե։ Բայց ինչա քեզ խանգարում, տղամարդ չես, մի օր այդ գլուչի ոսլո, ծանոթերի եղբայրս։ Ուժ և կորով, համբերություն եմ մաղթում, ոչ միայն ձեզ, բոլորիդ, սիրելի տղամարդիկ։ Էտե ներվի են բան տոչկեն է, էլի տղամարդ չես։ Տղամարդ եմ, ինչ ա եղել։ Գնա մի հատ ասա, բան առանց հասկանալու հելում գնում, հա։ Գոքորի մոտ։ Գնում բարև Գոքոր ջան, ասում է, բարև Հրաչ ջան, օրինակ։ Բա Գոքոր ջան, էլ ավտոտ մի կանգնեցրա էլի ապ է մեր լուսամուտի տակ ընկեր։ Ասում է, ինչի։ Արդե չգիտի ինչի, ինչ ասին։ Ղրգել են եկել է։ Որ իմանա կասի ինչի։ Աղբերս ասում է, ընկերը ոնց է ինչի։ Շատ գիտի բան, ապել լուսամուտի բանման գցենք մետով պետք է ուրիշ տկանգն էլ ընկեր։ Ասում է լավ, դե են էլ կրվարար տղա չի, ասենք չի ուզում տոն տա շարունա, ասում է եղավ աղբեր ջան, եղավ հրը ջան, տանեմ ուզում խոդա տալի, քաշում ավտոն, տանի ուրիշ տեղ կանգնացնի, իրակինն ա տեսնում, վերևից։ Զանգում ա ձեռին, ասում է այդ ավտոտ ինչի հանեցիր։ Ասում է հրաչ եկավ, ասեց մեր պատուանի տակ մի կանգնացրա, ես էլ հանել, գլուխը պատին ա տալի հրաչը։ Ասա էդի քո պատուանի տակը չէ, էդի հանրային տարածքն ա, ոչխար։ Չել հասկանում, իրան ասում, ոչխար թե նրան, դետքան էլ էական չի։ Իմ պատուանի տակ հա, մեր տամպա չեմ, էդի իրա տուն էլ չի, ինքը տամպես ա, արա ինչ կապ ունի, էդի ինչ կապ ունի։ Ոչ մի կապ չունի, ուղղակի առիթ անձերվել մտնի ուրիշի անձնական կյանք մտնում ա տիկինը, հիմա ինչ արած։ Գնա կանգնի տեղդ, տղամարդ չես։ Նույն բանն ա, տղամարդ չես, գնա կային որ կգա կասի, այսի ձեր տար գնա ասում եմ, գնա որ մի հատ չարիր գլխիդ են նստելու, հետևից հետ խոսալու են ասում դու գալի մտնում ա նույն տեղը, նրա կնիկը տենում ա ամանլուկ։ Ասում ա էլի եկավ կանգնեց, տենում է շան տեղ չի դնում ասածդ։ Գնա մի հատ պինդ ասա, պինդ, ամուր, որ ինքը հասկանա, տղամարդ չէ, գնա, տղամարդ չէ, երկու տղամարդ դուս են գալի իրար առաջ։ Մի կռիվ դավի, մի լեզվա կռիվ, մի տուրուդմ փոց հիվանդանոց, տալի իրար սպանում ավիրում, ջարդում, դառնում են դարավոր թշնամիներ, հաջորդ օրը առավոտ էս երկուսի կանայք, սուրճ խմելով, ցածրաձայն բամբասում են, գիտեք ինչ թեմայով, աղջի ջան, դե ասա, տեղա կանգնեք էլի, իմ տեղնա քո տեղնա, որ նա ամոթ չլնի ասել, հարևան չենք, ահո թշնամի չենք, հասկանում եք ինչա կատարում, ու նորից գնում ա այս բաղաձայների այբուբենը։ Սիրելի հանդիսատես, մեծ պրեմիերա Երևանում, իմպրովիզ, ստենդափ մեր հարկի տակ, նոր ձևաչափ, նոր հասցե, նոր ասելիք և 90 րոպե անդադար ծիծաղ, ապրիլի 10-ին, 11-ին և 12-ին, երեկոյան ժամը 8-ին, սիրով կսպասենք ձեզ HD Արենայում։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, բաց մի թողեք հնարավորությունը լինելու մեր առաջին հանդիսատեսը։ Այսենց հետաքրքիր են մեր կանայք, բազմապիսի, բազմաժանր, տանը, դրսում, աշխատավայրի կանայք էլ են շատ հետաքրքիր, կան տղամարդիկ, ովքեր կանանց հետ են աշխատում, գործի բերումով, ովքեր են, ծափահարեք խնդրեմ,
Ահա, դժվար է, թե հեշտ։ Դժվար, իսկ կան տղամարդիկ, ում շեֆը կինա։ Քորացա ես, աղբեր ջան, քորացա ես։ Սպիտակել հակել եք, սև չպետի հակնեիք, էդ պահով, դժվար չի, ինչա, ներսս ա սև ասում ավ, այս, իսկ բարդ չի, բարդա չէ, գիտեք ինչի համար, ամուսնացած եք, ահավորա, տեսեք, որտև, չէ, ահավորա ինչի, որտև, ահավորա հետևյալը, գնում ես գործի, շեֆըտ կինա, գալես ես տուն, կինըտ շեֆա, այդ ահավորը, կրուգավարոտի մեջ, բայց շատ հետաքրքիր է նաև այդ աշխատանքային կանանց տեսակները, ովքեր են աշխատում նենց, չգիտեմ, նենց հիմնարկություններում կամ օֆիսներում, նենց աշխատարում, որտեղ շատ տարբեր կանայք կան, տարբեր բնավորության, տարբեր տեսակների մեծ մասը, չէ երևի։ Հիմա մի քանի տեսակներից կխոսեմ, որ բոլորի մոտ էլ կան, օրինակ են անշարքինը, կա ձեզ մոտ։ Եմ որ ոչ մի բանի հետ կապ չունի, անջտված սաղորը կամպիանիստը, կա։ Որ մարդ բերում առավոտը ուտին, իրիկունը վեցին տանում ատուն, ամեն օր, կեզ թոմա մարդն է չի աշխատում, էդ գործի վրա է ամենա։ Եմ որ ոչ մի, եմ որ ինքը իրա պերերիվը բերում ացելաֆանով, ինչ հարցնում ես չի էլ ֆռում, չէ, ինչ հարցտաս ասում ան երկևի դարակում նայեք, կապ չունի է ինչ ես հարցրել։ Ու դրա կանտրաստի լրիվ հակառակ տեսակ, այն ջիգյարով աղջիկն էլ կա, չէ, որ բոլորից ունեք, այն որ բոլորի հետ ջերմ շփվում այն, բոլորի հետ միասին էլ է ջերմ շփվում, առանձին էլ բոլորի հետ, ու շատ ինտրիգներ է սիրում, ունեք տենց, ունեք թե դուք եք, որ ծապը, ունեք, ձեզ հետ, վայ աստված, տենց, ինչ է ձեր անունը, ինտրիգանտ կա հանդիսատես նկատի ունեմ, ինչ է ձեր անունը, չի ասում, ինտրիգա պահում տեսակ, բայց նենց դեմքերից եք են, որ գալի ասում, աղ չի լսել եմ ձեր բաժնից մեկին հանելու են, ստից, պարզա չէ, որ չի լսել տենց բան, ուղակի ինտրիգա, որ գնան, խարնով են սաղ բաժնով, աղ չի, աստղիկը ասել ամեր, աստղիկը պայման, դուք աստղիկը չեք, չէ, ինչ է բա ձեր անունը, չի ասում, ինչ է ձեր անունը, դուք ասեք, ընկերուիները թող ասեն, նանե, ինչ, նազենի, նի թե լի վերջում, նազենի, աղ չի նազենին ասելա մեր բաժնից մեկին հանելու են, խարնովում են իրար, բան, կամ ասենք մեկին բրնում ասում, շեֆը ինչի կեզ տենց թարս բարևեց առավ, տենց այ աստված ժան, կպանք, տես 400-ից մեկին կպնում է, ոնց էլ չլնի, ու գնում այս խեղճ աղջիկը ասենք են տվյալ, մեկ, չուսմա շեֆը ինձ տարսն կարող է մի բան սխալ եմ արել, կարող եմ բան վատ եմ արել, կարող է ուզում են գործից հանեն, բան, ուտեղ գալիս է հրկարարը, տենց ճոյծա էլ է լինում, ունեք որ ասենք գալիս է հաշտացնում է բոլոր թեմաները, խաղաղության աղավնի տոտան է, էլի ասենք գալիս, սմադելով բալ է շեֆ, ամի օր էլ թարս կնայի, ոչ, փոխտնօրեն է, ամի օր էլ խիստ կխոսա, բաժնի պետ է, ամի օր էլ ձեր կգցի, հարթացնում, մեղմացնում, ու մի հատ էլ կային ամենաջիգյարովը, մենակ չասեք էդ էլ ունեք կոլեկտիվում, մի քիչ թմբլիկ աղջիկ, դե լավ, չեմ հավատում, նենց անուշ թմբլ էլի միսիկներով, ինչ ասում, ջիգյարով եմ որ, Կաղա դուրը բացի ասի, ազիս կոֆեն պատրաստ է, եկեք, բայց կոֆե չեր ուզել ոչ մեկ, երդվում եմ, իրան, այդ միակ մարդն որ կոլեկցիում իրան թույլ է տալի, մեկ կոշիկները հանի տապշկեքով մանգատ, այդ մեկը չէ, բայց են շատ անմիջական, էլ եմ ասում, դե խպում ամատերս, մենք մեր ոնցով ենք, ինչ կլնի, մի օր էլ ասենք կաղա տնական գինի բերի, ասի, պերերիվին մի բաժակ խմենք աղջիկներ ջան, մեր ձերներով ենք քաշել, բայց դու գիտես որ ոտերով ենք քաշել, ինչ ձերներով։ Ինքը գիտեք որ աղջիկն է, դե լավ ես ձեր մասին չեմ պատմում, առասարակ ես իմ սցենարով գնում եմ, ուղղակի զուգադիպություններ եղավ, Նազենի ջան, հարգարժան, օքեյ է, չէ՞։ Դուք եք տենց
Այդ տեստիցա։ Թե ընկերուհիները։ Այդ աղջիկը հիմնականում կոլեկտիվի բոլոր տղամարդկանց կանանց հետ մոտիկ ալնում։ Տենց իրան շատ վստահում են, այդ կանայք շատ yaman են, էլի, բայց ինչ ուզում ես ասա, մարդու գործի տեղը մարդ ունեն դրած դաժե, հա։ Տենց իրանց մարդ է, օրինակ գործից ամուսինը դուս հայկեմ, կես ժամ, մի ժամ տուն չի հասես, ախ զանգում, Սիրուշիկ ջան, ինչ կա բա, բան չէ, Մայրամ ջան, դու ասում, ապուն չի եկել, խաբար, Ազիզ ասում, դուս այն եկել տղերքով մի կես ժամ առաջ ու էլ խաբար չեմ, այդտեղ պտի վերջանա օրենքով խոսակցությունը, բայց ինքն էլ է կին, հասկանում եք, ինքն էլ իրա ֆանտազիաներն ունի, ասում է, թե դրանից հետո արդեն ուր են գնացել, ինչ են արել, ես չգիտեմ, ցավը տան, թե հիմա գնացել են կարդ խաղալու, թե պիվա խմելու, թե աղջիկ, մաղջիկ, ես արդեն Են խեղճ աղջիկ, մաղջիկի կոմ չեր է մտածել, դու տվիր պրագրամը արիր, կուրիք ջան, սիրելիներ, սիրելի կանայք հատկապես դուք գիտեք, որ ես ինչ ասում եմ, կյանքից եմ վերցրել ու ինչ որ ասում եմ ձեր մասին ճիշտ եմ ասում, բայց այդ ճշտի հետ զուգահեռ իմացեք նաև, որ ես ամեն ինչի հետ մեկտեղ մենք ձեզ շատ սիրում ենք, շատ գնահատում ենք եւ ուզում ենք, որ լինի ձեզ համար ամենալավը Դա էլ է գալիս մեր եսասիրությունից, որովհետև եթե ձեզ համար լավ լինի, մեզ համար ոչ թե լավ, այլ հիանալի կլինի ու շքեղ։ Ուրախ եղեք, առողջ եղեք, միշտ ժպտացեք, սիրում ենք ձեզ, համբուրում ենք, սա HD stand-up-ի հերթական թողարկումներ, HD Production-ի YouTube յանալիքում և Շանթ հեռուստաընկերության եթերում, կհանդիպենք հաջորդ շաբաթ, նույն ժամին, նույն տեղում, համբուրում եմ,